Բան ասեմ, էլի կոնկրետ դրա հետ կապված, բայց փորձեմ էլի հարցի մեջ տեղավորում, 2016 թվականի, երբ որ ես նշանակվեցի Երևան քաղաքի տնօրեն, քաղաքապետարանի ոստիկանության հետ շատ սերտ համագործակցության արդյունքում պարզվեցին, որ այդ լուսավորներից պետական, այսպես ասած, կարիքների հետ կապված բազմաթիվ բաժանորդներ էին կպել, միգուցե վաճառվել էր, չգիտեմ ինչ էր եղել, մեծ օպերացիա կազմակերպեցին, այսպես ամբողջը մաքրեցինք, միայն մնաց նրա հիմնվածը, ասում հանձնաժողովականներ կան, որոնք կհիշեն, նույնը եղել է ՊՆ-ի հետ կապված, զորամասերի հետ կապված արել ենք, այսինքն զորամասերից դուրս եկող, այսպես այլ գծերը մաքրել են, որպեսզի չգողանան։ Հիմա հարց է առաջանում, ով է ասում, որ դա հավելագրում է։ Միգուցե իմ նշած դեպքերից մեկն է, միգուցե ինչ-որ մեկը այդտեղից հոսանք է վաճառել։ Ինչ-որ մի ապիկ կար, որը մեր քաղաքականությունից դուրս է, բնականաբար 2500 տեսուչ տեղամասի պետ նյութական պատասխանատուներ։ Հանձնաժողովի աշխատակազմը որտեղից է դա վերցնում հիմք, որ այդտեղ հավելագրում է։ Տեսուչների գրելով, դեպք, չի լինում, չէ՞ դա իրավաբանություն, գոյություն չունի, լավ հաջորդ հարցս։ Կրկին նշվել է, ուրեմն, կրկին ստուգվել են, մի անգամ արդեն ստուգվելուց հետո այդ նյութերի մեջ աշխատանքների կատարած չկատարածի ճիշտ ինֆորմացիա տալու չտալու հետ կապված, օրինակ ստուգվել է 21 թվականին կատարված ինչ-որ ներդրումային ծրագրի գործ։ Հիմա հարցս հանձնաժողովին ով է ստուգել եւ արդյոք այդ ստուգող անձը ունի այսպես փորձագիտական կամ չգիտեմ ինչ ակնառու այդտեղ բան կար, որը հնարավոր էր ասել, որ այս աշխատանքը չի արվել 4 տարի հետո կամ արվել է ավելի վատ։ Ինչի համար եմ ասում, որովհետև այսպես ասեմ, հնարավոր է, որ օրինակ, որպես տարբերակներ եմ ասում, հնարավոր է, որ ինչ-որ բան այդտեղից գողացված լինի, հնարավոր է, որ ինչ-որ բան այդտեղ դիտավորությամբ արված լինի, այդ թվում նաև էլեկտրասյուների այդ ներքի թափելը կամ մյուսը, կամ վերջին հաշվով դա ընդունված գործ է, խնդրում եմ ասել, ինչ ունակություններով է օժտված այդ մարդը եւ ինչ այսպես կրթական, չգիտեմ, լիցենզիա ունի, որը կարողացել է գնահատել, որ 21 թվականին, այսինքն 4 եւ ավել տարի առաջ կատարված աշխատանքը լավ չի կատարվել։ Շատ լավ։ Հարցի պատասխանի Դավիթ Մուրադյանը։ Շնորհակալություն, պարոն Ղազիմյան։ Ներդրումները բաժանվել էին 3 տարվա, 21, 23 եւ 24։ 21 թվականից ելույթում զեկուցողներ նշեց, որ ընտրվել են այն 110 կիլովոլտ զորության լարման ենթականները, որոնց տեղ ունեցել վթարներ, եւ այդ 110-ի մասով, որոնք արվել են 21 թվականին, եթե ուշադրիք եք, որոշ նախագծում որևիցե ակնարկ չկա դրանց մասին, այսինքն բարձրակրթություն ուղարկվել է, տեսել եք, այնտեղ մենք արձանագրել այն ինչ տեսել ենք առանց որևէ փորձագիտական գնահատական տալու։ Ու ինչպես նկատում եք, դրա մասին որևէ ակնարկ որոշման նախագծում չկա։ Խնդիրը ներդրումների մասով շահագործման մեջ չգտնվող ենթակառուցվածքները որպես ավարտված եւ շահագործման մեջ գտնվող ենթակառուցվածքներ ներկայացնելն է, որի համար շատ մասնագիտական գիտելիք պետք է, բացի այդ էլ եթե չեմ սխալվում, ընկերության Ստեփան Կտրյանց ներկայացուցիչը ընդունել է, որ դրանք լարման տակ չեն, բերել է հիմնավորումներ, որոնք մենք նույնիսկ կասկածի տակ էլ չենք դնում, որտեղ ունի տեխնիկական հիմնավորում, այնտեղ շենքերը չեն կառուցվել, չգիտեմ, այդ ամբողջ հզորությունը դեռ առկա չէ, այլն մեր խնդիրը որոշման մեջ նախագծում ներառված այն է, որ չշահագործվող էլեկտրատարականքը ներկայացվել է որպես փաստացի շահագործման մեջ գտնվող, որովհետեւ տեխնիկական գնահատական չի տվել բացառությամբ Ծաղկաձոր օդային գծին, որը ճիշտ է, մենք եղել ենք ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց ծերտին եւս ընդունել են եւ նաեւ Ստեփան Կտրյանց ներկայացուցիչն է ընդունել, որ աշխատանքները ակնհայտ անորակ էին կատարված եւ ասել է, որ կապարով կազմակերպությունը կվերացնի։ Դա նույնպես կասկածի տակ չենք դնում, բայց ամեն դեպքում եւ երկու աշխատանքներն էլ շահագործվեն առանց գործարկման եզրակացության։ Շնորհակալություն, ամենայն դեպս թեկուզ այդ մեկ գծի մասով չկա այդ փորձագիտական որևիցե բան, եւ երկրորդը սա արդեն հարց չի, սա դիտարկում է, որ լինում են դեպքեր, հանձնաժողովն էլ լավ գիտի, եւ իշխանությունների հետ կապված, եւ որոշակի սոցիալական եւ այլ սուր կարիքների դեպքում, այո, դրվում են լարման տակ ենթակայաններ, թեկուզ են 3 օրվա, այսպես կոչված փորձարկման հնարավորությունով, որոնք, այո, շահագործման, այսպես թույլտվությունը չունեն։ Հիմա հաջորդ հարցս, մենք հիմա խոսում ենք այնտեղ բազմաթիվ բաներ կան,
չգիտեմ, այս ապրանքներ քիչ, այս չկար, այս բազան սենց էր, կորուստները նենց էր եւ այլ եւ այլ։ Հանձնաժողովը երբևիցե քննարկել է աշխատակազմը իր սխալը չպահանջելու կառավարիչից գույքագրում ընդունում հանձնում չպահանջելու համար, որովհետեւ եթե ընդունում հանձնումը կատարվեր, եթե հապշտապ Ապոլինի Ղազենյան Դավիթյանը չվերագրվեին մեղքեր, որոնք, այսպես ասած, մինչև հիմա հիմնավորված չի կարող հիմնավորել, որտեղ չի եղել, ընդունում, չեմ ուզում իմ անձը այստեղ քննարկեմ, բայց ընդունում, հանձնում կատարելու դեպքում համոզված եմ չէր լինելու խնդիր, չէ՞ որովհետև ես հանձնողն էի լինելու, կառավարիչը ընդունողն էր լինելու, ստորագրվելու էր, ինչ տեսանք, ինչ պակասեց, ամեն մեկը գրվել իր պատասխանությանը, այսինքն ինչ էր պակաս, ոնց էր եւ այլն, արդյոք հանձնաժողովը քննարկել է կամ ինչու չի առաջարկել նույն կառավարիչին կամ իր որոշումով ընդունում հանձնում։ Պարոն Ղազենյան, վերջին այս հնչեցրած հարցը կարծում եմ վարույթի հետ կապ չունի, հետևաբար հնչեցրեք այլ հարցեր եթե։ Պարոն Մեսրոպյան, եկեք սենց անենք, էլի այստեղ այսպես շահառու կողմեր կան, բայց տրամաբանական փողոցում կանգնացնենք ասել մարդուն մեղադրում են այս ապրանքը գողանալու համար, հետևից ասենք այ որ երկուսով իրար հետ հաշվեին այդ ապրանքը իրար ընդունեն չեն մեղադրի, կասեն այո, դա ընդունում հանձնումն է։ Ձեր ասած է, բացարձակ համաձայն չեմ ու դա չփորձեք վերագրել որպես իմ կարծիք։ Նորից կրկնում եմ, ընդունման հանձնման դեպքում կատարվում է գույքագրում, հանձնողը տեսնում էր ինչ է հանձնում, ընդունողը տեսնում էր ինչ է ընդունում։ Պայիսների գույքագրում առաջի անգամ հրաման եղել է, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 11, եթե չեմ սխալվում, մոտավորապես այդ օրերին։ Լավ, ո՞նց եք պատկերացնում 2-2.5 ամիս այդ համակարգը իր ամբողջ եղած, այսպես անշարժ շարժական գույքով, կիլովատով, դրամական միջոցներով ամբողջով կառավարվում է այլ անձի կողմից, թողնենք մի կողմ, դա ճիշտ է, սխալ է, երբ է սխալ է, թեկուզ օրենսդրական, բայց հետո դրանից հետո կար ասեք դիշ կա, ստուգեցինք էսից տե չէր, ստուգեցինք նա այդքան պակաս էր, ստուգեցինք սա այսքան ճիշտ էր, ինչ նշանակում կապ չունի, համոզված եմ, որ կապ ունի, ուղղակի պատասխան չկա երևի թե։ Ոչ, պարոն Ղազենյան։ Ոչը որն է հիմա պատասխան, ասում եմ սխալ եմ ասում, որ ընդունում անձնում։ Ինչ համաձայնվել գլուխս տա։ Չէ, մի համաձայնվել, ձեր իրավունքն չհամաձայնվել է, մեր իրավունքն։ Լավ, եկեք ֆիքսենք, որ ինչ որ կա, հարցին կանրադառնա հայրապետը։ Ես մի հարց ընդհանրում ունեմ այս մասով, պարոն Ղազենյան, այն ինչ որ դուք ասացիք, դա որոշման նախագծում կարծեմ չկա, չէ՞։ Այո։ Ինչի որոշման լիցենզիայի ձեռքելու։ Անմիջապես փոխկապակցություն ունի, հարգելիս, ինչ իրավաբան եք, չէ՞ դու։ Չէ, պարոն Ղազենյան, մեկ վարքյան, մենք վարույթի ընթացքում հաշվի առնելով բոլոր հնարավոր առանձնահատկությունները, թեև ժամանակավոր կառավարիչը դիտարկվել է որպես ընկերության ներկայացուցիչի պաշտոն է ներկայացուցիչ։ Այդ ձեր համար է։ Կլսեք, պարոն Ղազենյան, խնդրում եմ։ Թեև դիտարկվել է որպես ընկերության ներկայացուցիչ, թեև վարչարության հիմունքների տրամաբանության մեջ ժամանակավոր կառավարչի հայտնած բոլոր
Եթե շատ կոնկրետ ասենք, բաշխման ցանցը որպես մեկ միասնական գույք, այս կամ այն չափով կարող էր հայտնվել բանկերի տնօրինության ներքո, դառնալ բանկերի սեփականությունը, որովհետև վերջիններս ունեին բռնագանձման Չէ կարող, Թողեք պատասխանողը պատասխանի, հետո ձեզ հնարավորություն կտանք արձագանքելու։ Չէ, կուզեի լսել պարոն Ղազինյանի բացատրությունը, բայց մի դիտարկում կներեք, երբ որ ասում եք առողջինչ գործարք է միևնույնն է դա, այդ առողջինչ գործարք ձևակերպմամբ մեր գնահատման օրենսդիրը ընդհանրապես հավելյալ երաշխիքները նախատեսել պետության համար, հնարավոր համակարգի համար, հնարավոր բոլոր ռիսկերը կառավարելու համար։ Դա ընդհանրապես օրենսդրի կողմից պետության հանձնաժողովի համար նախատեսված գործիքակազմ է։ Եվ վերջին հարցը մնացած է ելույթում արդեն, իհարկե փոքրիկ այսպես ելույթի հետ կապված միջև հարցը սանրադարձ, հիմա մեր գործընկերները հարադառնում, բայց ամեն դեպքում համոզված եմ եւ ես ամենայն դեպս չստացա այդ հարցի պատասխանը, կառուցվածքային մեր ամբողջ գծերը կլինեն, ենթակայանները կլինեն, ինչ ռիսկի տակ են դնում այն դեպքում, երբ որ այդ պայմանագիրը որևիցե ձևով չէր կարող, պայմանագրով որևիցե ձևով չէր կարող անցնել բանկերին, հաշվի առնելով առողջությունը։ Հիմա այլ հարց։ Այնտեղ նշվում է 690 միլիոն, եթե չեմ սխալվում, դոլար։ Ինչ հաշվարկներով են 690 միլիոն դոլար հաշվել, որ երաշխիքներ են տվել։ Ինչ հաշվարկատակը դրած, խնդրում եմ, բայց կարճ առանց ուղիղ կար, ինչ հաշվարկ է դրած, որտեղից այդ հաշվարկի ինչ է, այսինքն թիվը գումարել ենք իրար, ինչ թվեր են գումարել իրար, որ 690-ն է ստացվում։ Ներկայացված պայմանագրերի քաղաքացիների մեջ եղած ընդհանուր գումարը գումարվել է իրար ու ստացվել է այդ թիվը բանվազն։ Իսկ մի հատ էլ հարց կներեք ազատ ներողություն, ուրեմն շեղվում ենք ընթացը կարգից, վարման կարգից։ Մինչև չեմ ասում պատասխանեք, մի անգամից չեք պատասխանում, որ բանավեճ չդառնա։ Համեցեք։ Վերջին հարցս։ Արդյոք հանձնաժողովը նայել է, որ պայմանագիրը երբ է սկսել, երբ է ավարտվել եւ արդյոք այդ գումարը եղել է միաժամանակ ծանրաբեռնված։ Շատ լավ, պատասխանենք բան կարողացան։ Ծանրաբեռնվածության մասով այս պահին որևէ բան չեմ կարող ասել, որովհետև այդ մասով գնահատական չունեմ ու դա վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանք չի մեր գնահատմամբ, ժամկետների հետ կապված պայմանագրերի վրա համապատասխան նշումներ, թե պայմանագրերը երբ են կնքվել եւ երբ են ուժի մեջ մտել, միանշանակ առկա են եւ հանձնաժողովը դրանք ստուգել է։ Ես խնդրում եմ վերջնական ավարտում եմ, պարոն Մեսրոպյան, խնդրում եմ ֆիքսենք, որ մեր գործընկերները եւս դրան կանրադառնան, բայց իմ ինֆորմացիայով 100% ճշտությամբ չասեմ, Առաջարկ 1 շարունակում ենք մինչև ժամը 7-ը, առաջարկ 2 շարունակում ենք մինչև ժամը 6:30, առաջարկ 3 ընդհատում ենք նիստը վաղը շարունակելու անկարգով։ Պարզապես հաշվի առեք մի հանգամանք, վաղը կառավարության նիստն է ժամը 12-ին, մենք վաղվա նիստը էլի ցավոք սրտի ժամը 2-ից շուտ նշանակել չենք կարող։ Առավոտ չեն կարողանում, այսինքն։ Աջան, Առավոտվանից չեն կարողանում։ Դե ես ամեն դեպքում առաջարկում եմ հետաձգենք շարունակենք վաղը, սա կբացատրեմ ինչով պայմանավորված, իրականում երկու պատճառ կա, մեկը առավոտվանից այստեղ ենք նաև պարզ ասած սոված ենք նաև, եթե չես պարզ ասեմ էլի, բայց նաև դրանով չպայմանավորված չեմ ուզում բանի գնանք, իրականում հաշվի եմ առել, իրականում ասենք ուրիշ դատական նիստեր ենք ունեցել, հետաձգել ենք ամեն ինչ, բայց որոշակի ծանրաբեռնվածություն ունեմ, որով անձամբ պետք է ներկա գտնվեմ ու համարժեք մեկ այլ գործով, էլ ուզում եմ ասեմ, տենց ավելի փոքր գործ չի, քան այս գործը, համապատասխանաբար խնդրում եմ հետաձգենք, որ կարողանամ համապատասխան ծանոթանալ, որտեղ հիմա ոնց որ մեր հարցերի պահն է եկել, էլի որպես բանի ներկայացուցիչ, վաղը ցանկացած ժամի ասեք, այդ ժամի շարունակենք, եթե պետք լինի վաղը մի քիչ կարող ենք ավելի երկար աշխատել։ շատ լավ, քանի որ բոլոր կողմերը այլ կարծիքներ կան հետաձգման հետ կապված կամ այլ առաջարկներ։ Մի հատ էլ խնդրանք ունեմ, եթե ունենք հնարավորություն նիստի արձանագրությունը զապիսի նկատում եմ վերցնենք զուտ, որ մենք մեր հարցերը մաքրենք մինչև ժամը 2-ը եւ այն հարցերը, որոնք կարող է ինչ-որ չափով համընկնում են տրված հարցերի հետ անենք, որ
տեղում սպառվի կրկնությունները, շնորհակալ եմ։ Շատ լավ, քարտուղարությանն եմ հարցը սուղում, ուշադիր խնդրում եմ, դու նկատի ունեիք, որ այսօր այս պահին մի քանի կա տենց հնարավորություն, որ ձայնագրությունները տրվեն։ Դե գրությունը տեղում կգրել։ Լավ, հարցը դուրս եկավ, կներեք։ Շատ լավ, չէ, ես տարբերակով եմ, ուղի եթերը չեք իցել։ Քվեարկության կարիքով։ Դե ուրեմն, եթե ընթացակարգով քվեարկության դա արվում, նիստի հետաձգումը մինչև վաղը ժամը 2-ը այս հարցը դնում քվեարկության, ովքեր են կողմ, դեմ չկա, նիստը հետաձգում է մինչև վաղը ժամը 10-ը, ժամը 10-ը Կանգնեք, ես ընցեն եմ ախմեր։ Հա, վար։ Ալո։ Ալո։ Հա։ Ստացվում եք ջան։ Չէ, նիստ մենք կավերջանան, վարկյան։ Չէ, այսօր չվաղը։